Բարի երեկո, լրատվական ծրագիր շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում։ Չնայած Ադրբեջանա-Ղարաբաղյան զինված դիմակայության գոտում ապրիլի 5-ի ժամը 12-ի դրությամբ կողմերի միջև ձեռբերված քրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության հակառակորդը պարբերաբար շարունակում էր սադրիչ գործողություններով ապակայունացնել իրավիճակը, որոնք հաճախ բերում են մահվան ելքով դեպքերի։ Այսօր ժամը 6:30-ի սահմաններում հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային Թալիշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող 1984 թվականին ծնված Մարատ Ռաֆայելի Դանելյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ ԼՂ պաշտպանության նախարարությունը կիսում է կորուստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայեկիցներին։ ԼՂ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջնային գծում տիրող իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա։ Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը Ադրբեջանա-Ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել։ Առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ։ Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավ-արևելյան Հադրութի, արևելյան Ակնայի եւ հյուսիս-արևելյան Մարտակերտի ուղղություններով։ Հյուսիս-արևելյան ուղղությամբ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-անոց ականանետ 2 արկ եւ հան 17 տիպի նռնականետ 2 արկ։ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը եւ դիմում առաջնագծում իրադրության զարգացմանը համահունչ գործողությունների։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում այս գիշեր գրանցվել է հրադադարի խախտման 16 միջադեպ։ Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները ցուցաբերելով զսպվածություն պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը։ Այսօր 6-րդ գումարման ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստն է կայացել։ Օրակարգում հիմնականում արդարադատության ոլորտին առնչվող թեմաներ են եղել։ Օրակարգից դուրս քննարկումները բնականաբար ապրիլյան քառօրյա պատերազմին են վերաբերում ամենատարբեր դիտանկյուններից։ Նիստը սկսվել է լռության րոպեով հարգելով քառօրյա պատերազմի ընթացքում եւ հետագա օրերին հակառակորդի ագրեսիվ գործողությունների արդյունքում զոհվածների հիշատակը։ Ապա խորհրդարանի ղեկավարն է ներկայացրել, թե լարվածության այս օրերին ինչով է զբաղվել օրենսդիր մարմինը։ Ապրիլի 2-ի արտահերթ նիստը այդ աշխատանքների մեկնարկն է եղել։ Խորհրդարանի կողմից կատարված աշխատանքների համատեքստում կցանկանայի նշել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մի քանի պատվիրակությունների այցերը Ստեփանակերտ եւ մեր գործընկերների հետ համագործակցությունը Արցախի խաղաղ բնակչության դեմ բռնարարքների, այդ թվում վայրագ սպանությունների, ինչպես նաեւ հայկական բնակավայրերի հրթիռահռետակոծության հետևանքների ուսումնասիրման եւ միջազգային ատյանների ներկայացման գործում։ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված հանձնախմբի աշխատանքները ընթացքի մեջ են եւ խորհրդարանը շարունակելու է հետեւական լինել այս ուղղությամբ։ Բավական ակտիվ են արձագանքել նաև արտերկրում Արցախի բարեկամները։ Արցախի հանրապետության ճանաչման կոչեր այս օրերին մեկ անգամ չէ որ հնչել են։ Միջազգային խորհրդարանական հարթակներում նույնպես ակտիվ քննարկումներ են ընթացել կապված Ադրբեջանա-Ղարաբաղյան հակամարտության աննախադեպ սրացման հետ։ Նկատի ունեմ եւ Եվրախորհրդարանում եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս օրերին կայացած քննարկումները։ Եվրամիության խորհրդարանի լիագումար նիստի մի խումբ պատգամավորներ իրենց հայտարարություններում քննադատեցին Ադրբեջանի հերթական ագրեսիան, կոչ անելով նաև ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում գրավոր հայտարարություն է տարածվել, որը նույնպես դատապարտում է Բաքվի կողմից զինադադարի խախտումն ու աջակցություն հայտնում ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին։ Օրակարգային հարցերը արդարադատության ոլորտից են։ ԼՂ քրեական օրենսգրքում է փոփոխություն եւ լրացում առաջարկվում խմբագրական բնույթի։ ԼՂ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին ԼՂ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեական օրենսգրքի
347 երրորդ հոդվածի վերնագրի եւ տեքստի բովանդակության համապատասխանեցան անհրաժեշտության։ Դրական է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, падգամավորները հարցեր չունեն 27 կողմ 1 դեմ 1 ձեռնպահ ԼՂ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքը ընդունվում է։ Փոփոխություն է առաջարկվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում։ Ամբիոնի մոտ կրկին Արարատ Դանիելյանն է, առաջարկում է մարդու իրավունքների պաշտպանի տարիքային ցենզը գործող 35-ից դարձնել 25 տարեկան։ Տարբեր երկրների օրենսդրության եւ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերնշված խնդիրների լուծման ուղղված գործառույթները նույնքան արդյունավետ կարող իրականացնել, նաև ավելի երիտասարդ եւ եռանդուն տեխնացում։ Գագիկ Բաղունցը կողմ է վերապահումով, Արթուր Թովմասյանը կողմ է միանշանակ։ Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 27 կողմ 2 ձեռնպահ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին արդեն նաև 25 տարեկանները կարող են հավակնել։ Օրակարգում ներառվել է նաև տարեկան զեկույց։ Յուրի Հայրապետյանն է մարդու իրավունքների պաշտպանի 2015 թվականի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ զեկույցը ներկայացրել։ Մոտ 300 անձ է դիմել մարդու իրավունքների պաշտպանին գրավոր կամ հեռախոսով։ Մոտ 3 տասնյակ քաղաքացիների խախտված իրավունքներ են վերականգնվել, ավելի շատ դեպքեր կանխարգելվել են։ Խորհրդարանականներին վստահեցնում է մարդու իրավունքների պաշտպանը։ Նրա զեկույցում նախորդ տարիների համեմատ նորություններ կան։ Քայլեր են ձեռնարկվել 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Ադրբեջանում հայերի խախտված իրավունքների դիմաց փոխհատուցում ստանալու ուղղությամբ։ Շուրջ 1 տասնյակ ընտանիքներ դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Յուրի Հայրապետյանը նաև 2016-ի ապրիլյան դեպքերի մասին է խոսել։ Ադրբեջանը հանցագործություններ է կատարել եւ պետք է պատասխան տա դրանց համար։ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է համապատասխան կառույցներին։ Ներկայացված զեկույցը խորհրդարանը ընդունել է ի գիտություն։ Պատգամավորական միակ հայտարարության հեղինակը Արթուր Թովմասյանն է։ Հայրենիք խմբակցության անունից կոչ է արել քարոզիա պատերազմի օրերին ավելի ընդգծված միասնականության ոգին նաև քաղաքական դաշտում պահել։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Այսօր ազգային ժողովում նաև կառավարության հետ հարց ու պատասխան է եղել քարոզիա պատերազմից հետո, սա օրենսդիր գործադիր առաջին հանդիպումն էր։ Ինչպես եւ սպասվում էր, հնչյաց հարցերի հիմնական մասը քարոզիա պատերազմին եւ դրանից ածանցվող թեմաներին էր վերաբերում։ Պատգամավոր Դավիթ Իշխանյանի հարցերը քարոզիա պատերազմին անուղղակի են առնչվում։ Կառավարությունը ազատագրված տարածքների զարգացման ու վերաբնակեցման ինչ ծրագրեր ունի, պատասխանում է կառավարության ղեկավարը, հիշեցնում է հանրապետության տարածքը չի բաժանվում ազատագրված-չազատագրվածի, այլ ներառում է սահմանադրությամբ ամրագրված ողջ տարածքը, իսկ կոնկրետ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում կառավարության ծրագրերը որոշակի նրբերանգներ ունեն եւ առաջարկվող արտոնություններով են առանձնանում, այդ մասով ոչինչ չի փոխվել։ Ինչ վերաբերում է վերաբնակեցման առումով մենք կոնկրետ Քաշաթաղ եւ Շահումյանի շրջաններում ունենք զարգացման ծրագրեր, արտոնյալ վարկային ծրագրեր, բնականաշինության ծրագրեր, ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, շարունակում է մեր բյուջեի հնարավորությունների շրջանակներում ոչ մի բան չի փոխվել, Արաքսավան շարունակում է այնտեղ ապրել եւ ամենաթեժ օրերին էլ ոչ մի տեղաշարժ չի եղել, տարբերություն շատ այլ բնակավայրերի Գյուղատնտեսական աշխատանքները այսօր սկսված են, օրեր առաջ մոտ տեղի ունեցել խորհրդակցություն վարչակազմի ղեկավարների հետ միասին եւ կոնկրետ հանձնարարականներ է տրվել։ Դաշնակցական պատգամավորի հաջորդ հարցը քաղաքական ոլորտից էր, որն է, այսպես ասած, մադրիդյան փաստաթղթի նկատմամբ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը։ Հարցին արտգործնախարարն է պատասխանել։ Մենք համոզված ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որի քննարկման եւ մշակմանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ուղղակի կենսունակ չէ։ Եվ դա ոչ միայն համոզմունք է, այլ նաեւ տրամաբանական եզրակացություն է։ Հենց դրա համար էլ մենք պնդում ենք, դուք գիտեք մեր պաշտոնական տեսակետը, որ Արցախյան կողմը պետք է վերականգնի իր կարգավիճակը որպես բանակցային գործընթացի լիարժեք կողմ, եւ բանակցային գործընթաց ասելով մենք հասկանում ենք նրա բոլոր փուլերը, որոշակի գաղափարներ առաջ քաշելը, ընդհանուր բանակցային փիլիսոփայության մշակումը, այդ ձեռբերված պայմանավորվածությունները, եթե հնարավոր լինում, համատեղ քննարկում, համաձայնություն եւ ինչու՞ չէ նաեւ կիրառում, այսինքն կյանքի կոչելը։ Թեման Արթուր Թովմասյանն է շարունակում եւ թարմացնում։ Ըստ ռուսական լրատվամիջոցների Երևան ժամանող Ռուսաստանի արտգործնախարարը հակամարտության կարգավորման, այսպես ասած, պուտինյան ծրագրով է գալիս։ Ինչ է դա, հետաքրքրվում է արցախցի պատգամավորը։ Արտաքին քաղաքականություն մշակելիս եւ իրականացնելիս մենք առաջնորդվում ենք ոչ թե այս կամ այն թերթային հրապարակումով, հիշեցնեմ այս օրերին, ինչպես եւ նախորդին բազմաթիվ հրապարակումներ են եղել իրարամերժ
նույնիսկ իրար շատ խիստ հակասող, մենք առաջնորդվում ենք պաշտոնական հայտարարություններով։ Նույն նախարար Լավրովի համապատասխան այլ պաշտոնյաների եւ ես խորհուրդ եմ տալի մեզ բոլորիս առաջնորդվել հենց այդ հայտարարություններով, այլ ոչ թե այլևայլ թերթային հրապարակումներով։ Վահրամ Բալայանը հետաքրքրվում է զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագրերով կլինի միասնական մոտեցում, տարբերակները քննարկվում են, տեղեկացնում է Արայիկ Հարությունյանը, անհրաժեշտության դեպքում նաև բնակարանային խնդիրներն են կարգավորվելու։ Զոհվածների ընտանիքների վերաբերյալ արդեն հանձնարարված է սոցիալնախարարությանը, բացի այդ միանվագ օգնությունները, որը մարդկանց ցանկությունն է, մենք չենք կարող որևէ բան ասել, բայց սոցիալական, հասցեական քաղաքականությունը վերանայել, ավելացնել երեխաների նպաստը, չնայած հունվարի 1-ից մենք բարձրացրել ենք, բայց փոխենք այդ 42,000 գոնե իմ պատկերացմամբ այդ ընտանիքների երեխաների դարձնել նվազագույն զամբյուղի չափ, լրացուցիչ օժանդակություններ, շատ տեղերից մենք ստացել ենք առաջարկություններ կենցաղային բնակարանային պայմանների բարելավման, վերանորոգել այդ ընտանիքների բնակարանները, բնակարաններ չունեցողներին շատ կարճ ժամանակահատվածում ապահովել։ Սա ծրագիր է, որը մենք արդեն կսկսենք իրականացնել քիչ հետո։ Հայկ Խանոմյանը քառօրյա պատերազմի ընթացքում բնակչության կրած վնասների փոխհատուցման ծրագրերով է հետաքրքրվում։ Այս պահին հաշվարկվում չափագրում են բոլորի նկատմամբ լինելու է նույն մոտեցումը, ճանապարհները դեռ քննարկվում են, վստահեցնում է կառավարության ղեկավարը։ Արմեն Սարգսյանի հարցը քաղաքապաշտպանության ոլորտից էր, քառօրյա պատերազմը ցույց տվեց այդ ոլորտում առկա խնդիրները, որոնց կարգավորման ուղղված աշխատանքները արդեն ընթացքի մեջ են, պատասխանել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը։ Քառօրյա պատերազմի ընթացքում որքան արդյունավետ է աշխատել կառավարությունը իր ստորաբաժանումներով, հետաքրքրվողը падգամավոր Հովիկ Ջիվանյանն է։ Վարչապետը ընդհանուր առմամբ դժգոհ չէ, սակայն արտակարգ դրության պայմաններում աշխատելը նաև որոշ թերություններ բացահայտեց։ Խնդիրներ ունենք, բացթողումներ ունենք, դասեր հաստատ քաղելու ենք, ծրագրերը փոփոխվելու, ես դրա համար նշեցի, որ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի փոփոխություն է լինելու, առաջնահերթությունները արդեն մենք միասին ենք ընտրելու։ Այնպես որ բարեփոխումներ ամեն դեպքում կլինեն, կառուցողական առաջարկներից կառավարությունը չի հրաժարվի։ Ցանկացած զանգ արձագանքվել է, ցանկացած առաջարկություն կապ չունի որտեղից, ումից, ազգությունից մեր կողմից արձագանքվել է եւ փորձել ենք լուծում գտնել կամ օգտվել այդ ծառայություններից։ Ընդհանուր առմամբ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում 6 падգամավորի կողմից 9 հարց է ներկայացվել, հաշվի առնելով ուժայինների հետ մոտ օրերս նախատեսվող հանդիպումները, խորհրդարանականները այս ոլորտի հարցերից ձեռնպահ են մնացել։ Նորայր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։ Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեք խորհրդակցություն է հրավիրել պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։ Պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը ներկայացրել է պաշտպանության բանակի կողմից առանձնացված առկա խնդիրներն ու կարիքները։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին սերտ համագործակցել կազմակերպությունների հետ, ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն։ Խորհրդակցության սկզբում կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին վերջին շրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար։ Իհարկե, սա մեր քաղաքացիական պարտքն է բոլորիս, մեր ոչ միայն ունեցվածքն ենք պատրաստ զոհաբերելու Արցախի պաշտպանության, այլ կյանքը, ինչպես խոստացել ենք, եւ այս 4 օրերին Արցախահայությունը դրսևորեց իրեն այդպիսին։ Ուզում շնորհակալություն հայտնել, որ ոչ մի տեղ որևէ տրտնջում, որևէ, չգիտեմ, մտահոգություն չեմ տեսել եւ չի եղել մի առաջարկություն որևէ ընկերության կամ քաղաքացու, որը միանգամից չարձագանքի։ Եվ այսօր ես հպարտությամբ ներկայացնում եմ երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, Հայաստանի Հանրապետության նախագահին, որ Արցախյան շինարարական կազմակերպությունները այսօր ամբողջությամբ իրենց ներուժը օգտագործում են մեր մարտունակության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ։ Իհարկե աշխատանքները այսօր գնում են, աշխատանքները պետք է շարունակել եւ ոչ միայն շարունակել, առաջիկայում մեր ամբողջ ներուժը ուղղել բանակի մարտունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ։
Պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը ներկայացրել է Պաշտպանության բանակի կողմից առանձնացված առկա խնդիրներն ու կարիքները։ Շինարարական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքների կազմակերպման եւ տեխնիկական հնարավորությունների հետ կապված մանրամասներ, պատրաստակամություն հայտնելով առավելագույնս աջակցել առաջնագծի ամրացման աշխատանքներին։ Արայք Հարությունյանը նշել է, որ ըստ անհրաժեշտության պետական պատվերի վերանայում է կատարվելու եւ կառավարությունը համապատասխան միջոցներ է տրամադրելու ընկերություններին աշխատանքների ժամանակին եւ արդյունավետ կազմակերպման նպատակով։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին սերտ համագործակցել կազմակերպությունների հետ, ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Գործադիր մարմնի ղեկավարը, կարևորելով համակարգի պատրաստակամության աստիճանի բարձրացման նշանակությունը, տվել է համապատասխան հանձնարարականներ այդ ուղղությամբ։ Մարինե Մկրտչյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաբնակչության եւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ կատարած դաշնությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը միջանկյալ հրապարակային զեկույց է հրապարակել։ Զեկույցում վերլուծված են Ադրբեջանի հայատյաց միջազգային իրավապաշտպան բոլոր պահանջները խախտող քաղաքականությունը, ինչպես նաև դրա սարսափեցնող հետևանքները դաշնությունների կոնկրետ օրինակներով։ Զեկույցում քննարկված են Ադրբեջանի կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ ատելության եւ բռնության դրդելու մասին վկայող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների օբյեկտիվ գնահատականները, ինչպես նաև ներկայացված է ատելության քարոզը զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցիալական ցանցերում։ Ընդ որում առանձին ներկայացված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար, ինչպես նաև հանրային այլ անձանց ատելություն եւ բռնություն քարոզող հետևողական գործունեությունը։ Զեկույցում վեր են հանված մարդու իրավունքների ոլորտի միջազգային չափանիշների, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի պահանջների խախտումները։ Այդ տեսանկյունից են վերլուծված քաղաքացիական խաղաբնակչության, ինչպես նաև ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողների նկատմամբ հարձակումների, անմարդկային վերաբերմունքի դեպքերը։ Զեկույցը ներկայացվելու է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին, օմբուդսմենական միջազգային եւ արտերկրյա հաստատություններին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հավայի նահանգի Հոնոլուլու շրջանի եւ քաղաքի խորհուրդը 3 ընդունված բանաձևով կոչ է արել ԱՄՆ նախագահին եւ կոնգրեսին սատարել Հարավային Կովկասում անվտանգության հարցերի արդար եւ երկարատև լուծման միջազգային հանրության ջանքերին։ Բանաձևում ասված է. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, դեպիծով ելք չունեցող տարածաշրջան է, որը պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք եւ նրա բնակչության մեծամասնությունը կազմում են էթնիկ հայեր, ինչպես նաև հաշվի առնելով, որ շրջանը 1921 թվականին անջատվել է Հայաստանից եւ փոխանցվել խորհրդային Ադրբեջանի իշխանության տակ որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, ինչպես նաև հաշվի առնելով, որ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է դրվել ազգային ազատագրական շարժմանը, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ընտրված օրենսդիր մարմինը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղը սովետական սոցիալիստական Հայաստանին վերադարձնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի օրենսդրական մարմինը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այն ժամանակ գործող օրենսդրության համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է հօգուտ անկախության եւ 1992 թվականի հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր մարմինը պաշտոնապես հայտարարել է անկախության մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ անկախության հռչակումից ի վեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կառուցել է ազատ շուկայական տնտեսությամբ եւ կենսունակ քաղաքացիական հասարակությամբ ժողովրդավարական պետություն, որը անցկացնում է միջազգային ոչ կառավարական դիտորդների կողմից որպես ազատ եւ արդար ճանաչված խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որոշել է, որ Հոնոլուլու քաղաքի եւ շրջանի խորհուրդը քաջալերում եւ սատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին, երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ եւ անկախ հասարակությանը։ Այնուհետև որոշել է, որ խորհուրդը կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ կոնգրեսին սատարել միջազգային հանրության ջանքերին ուղղված ռազմավարական կարևորություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար եւ երկարատև լուծմանը։ Այնուհետև որոշել է, որ սույն բանաձևի պատճենները կփոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի նախագահին, ներկայացուցիչների պալատի խոսնակին եւ Միացյալ Նահանգների կոնգրեսում Հավայի պատվիրակության յուրաքանչյուր անդամին։
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ապրող հայերը շարունակում են աջակցել Արցախին։ Կրասնոդարից արդեն երկրորդ օգնությունն է հասնում Ստեփանակերտ, այս անգամ Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները Պաշտպանության բանակի համար սնունդ եւ հագուստ են ուղարկել։ Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավարի տեղակալի խոսքով գործընթացը համայնքում դեռ շարունակվում է։ Ըստ Հայկ Մուրադյանի սրանից առաջ երկրամասի հայ համայնքը զինված ուժերին մեքենաներ էր նվիրել ու դրամական աջակցություն փոխանցել կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին։ Իրանք անում են իրանք ժողովրդի համար, իրանք ցավում են ու ցանկանում են, որ ամեն ինչը սիրուն գեղեցիկ վերջանա, մենք էլ միշտ բարձր լինենք, մեր բանակն է, մեր ժողովուրդն էլ ամեն հարցում։ Երեք Սիցիլիայի նահանգային խորհրդարանը միաձայն ճանաչել է հայոց ցեղասպանությունը, այսպիսով դառնալով Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով հայոց ցեղասպանությունը ճանաչած 105-րդ խորհուրդը։ Ընդունված բանաձևում Սիցիլիայի նահանգային խորհրդարանն իր զորակցությունն ու համերաշխությունն է հայտում պատմական իրականության ճանաչման եւ անքակտերի իրավունքների պաշտպանության համար հայ ժողովրդի պայքարին։ Բանաձևում կոչ է արվում Սիցիլիայի նահանգային եւ Իտալիայի ազգային կառավարություններին համատեղ աջակցելու հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումներին եւ տարածելու պատմական փաստերի իմացությունը հանուն խաղաղության, ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման իրավունքների պաշտպանության։ Բանաձևի նախագիծը ներկայացել են պատգամավորներ Կորդարո Սալվատորեն դե Ազերո Անտոնինոն, Պապալե Ալֆիոն եւ Գրասո Բեռնադետե Ֆելիչեն։ Հիշեցնեմ, որ Սիցիլիայի նահանգային խորհրդարանը աշխարհի հնագույն խորհրդարաններից է, հիմնվել է 1097 թվականին եւ Իտալիայի ինքնավար շրջանների այլ խորհրդարանների համեմատ ամենալայն լիազորություններն ունի։ Ադամ Շիֆը ներկայացուցիչների պալատի ամբիոնից հայոց ցեղասպանության վերաբերյալ բաց նամակով դիմել է Բարակ Օբամային կոնգրեսական հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահը ցեղասպանության մասին պարզ խոսելու համար կօգտագործի իր վերջին հնարավորությունը որպես նախագահ եւ կասի, որ Օսմանյան կայսրությունը ցեղասպանության հանցագործություն է կատարել եւ որ ամենակարևորն է կասի, որ չենք մոռանա եւ չենք լարի։ Շիֆն ընդգծել է, որ անկախ ապրիլի 24-ի ուղերձի բովանդակությունից Թուրքիան իր շահերին հետևելով վարվելու է նույն կերպ, ինչպես վարվել է միշտ ԱՄՆ-ի նկատմամբ։ Եվրոպական մի շարք դաշնակիցներ, այդ թվում Ֆրանցիսկոս Պապը, ճանաչել են հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիան շարունակում է սերտ համագործակցությունը, քանի որ դա բխում է իր իսկ շահերից։ Նույնը կլինի, եթե ԱՄՆ-ն ճանաչի հայոց ցեղասպանությունը, նշել է ամերիկացի կոնգրեսականը։ Հայպետ ֆիլհարմոնիայի Արցախի մասնաճյուղը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ Ստեփանակերտի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ իրագործում է կարևոր ծրագիր, որի նպատակն է դաստիարակել հայցի սերունդ երեխաների հոգում վառ պահել հայրենասիրության անշեջ կրակը։ Ծրագրի մեկնարկը տրվել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում։ Համերգային ծրագիրը, որը նվիրված է հայոց բանակի կազմավորման 24-ամյակին, սկսել է իր հաղթարշավը։ Միջոցառումն ամբողջությամբ ձոն էր նվիրված հայոց անպարտելի բանակին եւ Արցախի հաղթական ուժին։ Մենք ենք մեր սարերը համույթի հայրենասիրական երգերը մեծ ողջավորություն հաղորդեցին երեխաներին, որոնցից շատերի ծնողները, եղբայրները շարունակում են հսկել մեր անդորը։ Շնորհակալ ենք մեր զինվորներին, որոնք կանգնած են սահմանում եւ պաշտպանում են մեր հայրենիքը։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին։ Ես ողջավորվեցի համերգից, ամրապնդվեց իմ հայրենասիրությունը, ավելի խորը հասկացա հայրենիքի իմաստը։ Մենք բոլորս միասին պատրաստ ենք նրանց հետ միասին կռվել հանուն մեր հայրենիքի, հանուն մեր բնորանի։ Հայրենասիրական ոգին թևածում էր դահլիճում, մոռացությամբ տալով պատերազմի վտանգն ու արհավիրքը։ Երբ թնդանոթները որոտում են, մուսաները լռում են, բայց մենակ մեր ազգն է, որ թնդանոթի որոտի հետ որոտում է նաև մեր երգը։ Մշակույթը զորեղ զենք է պայքարելու, կռվելու եւ հաղթելու համար։ Մեզ համար շատ դժվարին օրերին, իլի մենք ապրում ենք նորմալ կյանքով, ստեղծագործում ենք, մենք պետք է նրանց հերոսական հոգեբանությամբ դաստիարակենք եւ նրանք ոչ մեկն էլ չի վախենում, այս երեխաները հրաշք երեխաներ է, մեր սերունդը հրաշալի սերունդ է։ Նախարարության ներկայացուցիչը կարևորում է նման միջոցառումները հատկապես դժվարին այս օրերին եւ կոչ է անում դպրոցների կազմակերպիչներին տարաբնույթ միջոցառումներ կազմակերպել։ Սա պետք է նրանց վերականգնելու նորից նախկին մանկական աշխուժությունը, հավատը մեր երկրի, մեր բանակի հանդեպ։ Սրանք մեր ապագա մարտիկներն են, ապագա մայրերն են, որոնք պետք է մեր կռիվը մինչև վերջ տանեն։
Կազմակերպիչները տեղեկացնում են, այս համերգային ծրագիրը կներկայացվի մայրաքաղաքի բոլոր դպրոցներում։ Ազատեցինք մենք Շուշին, հասանք Մարտակեր, ազատագրենք մենք քանին, ինչ Տիգրանակեր։ Գոհար Ռուստամյան, Արտավազդ Գրիգորյան, օր։ Այսքան օր ծրագրի հերթական թողարկումը ժամը 22-ին է։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն, սպասվում է կարճատև, անձրև եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Վարկյանում 5-ից 8 ամպրոպի ժամանակ հնարավոր է 20-ից 25 մետր ուժգնությամբ արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 5-ից 8, ցերեկը 13-ից 17 աստիճան տաքություն։